Թալանչի են ասում նախկիններին, ձեր տպավորությամբ հիմա ովքեր են իրական թալանչիները։ Այդ ասողները, որ այդքան ասում են, ասենք, ինչներն են այդ թալանը։ Ասենք պետության համար չաշխատող մարդը, հալ չվճարած մարդը խոսում է թալանից։ Ես մարդ գիտեմ, որ թալանի ժամանակ անգամ խորհրդային միության տարիներին դատվել է։ Այսօր խոսում է նախկինների թալանից։ Ինչ են թալանը։ Ասենք չունենալ, եթե ինչ-որ բան չունենաս, այդ ինչ նախկինների թալանն է։ Իրական թալանչիները այսօր ովքեր են։ Այսօր հենց իշխանության գլխին նստածներն են։ Ես շատ հետաքրքիր հարց է։ Դե նա ամեն օր թանգանում է, էլի թալանչինով է, պարշի։ Ամեն օր ես նորից էլի թանգանում։ Ինչ կասեմ մտածելու, ժողովրդի գլխին էլի ես ճիշտը սխալը։ Ոչ մեկս չենք մտածում, ես ոնց որ անտարբեր ապրել։ Կարգին ղեկավար է պետք, որ ասի այսպես է, բայց մեզի բան չեն ասում։ Միակողմանի անում են, իրար ընտրությունները կատարում են, ամեն ինչ միակողմանի ժողովրդին ով է հաշվի առնում չէ։ Դե գնալ են Սիմոնյանին ասա 250,000 եվրոյով դու մեքենա որտից վերցիր։ Քու արտգործնախարարին գնաս ախպեր դու պապիրոսը գնիր քեզ բանով միջավայրով չէին տալիս։ Նույնիսկ ոնց է քեզ Երևակայում։ Քաղաքապետ Երեն ինչ էր ասում։ Ինչ որ մի կարգ ցածր մեքենա ունեցողների համբալներ։ Սա ինչից է։ Չտեսած պատից կախ, տեսան ճակատից կախ։ Եվ սա է հանգամանքը, որ են չտեսը, որ մի քիչ ձեռք է բերում, արդեն ինքը ասու հետ ոտ է ներում։ Քպեականները։ Ինչու։ Ինչու։ Ամեն ինչին խոչընդոտ են հանդիսանում։ Մեր ապրանքը, որ Ռուսաստանները տալ, իրանք են արհեստական խոչընդոտ ստեղծել։ Ժողովրդին լցած գուլիկ գիտեք չէ ինչ է, պրոպկան տրած բերան, ոնց ուզում